Այսօր իմ առաջին օրն է դիետայի ու կնախաճաշեմ ձու, բայց հետաքրքիր ձևով։ Ես Հայաստանում էի շատ անում ու շատ եմ սիրում։ Հիմա կալորիաներն այստեղ կասեմ։ Մի քիչ կշեռքս հարմար չի, բայց ունեմ 1 ձու։ Ձուն լվացել է։ 83 գրամ է։ Ինձ մոտ կաթը 3.5% յուղայնություն ունի, ավելի լավ է վերցնեք 1%-ը, բայց ուրիշ տանը չկար, զրոյացրեցինք, հիմա կավելացնենք կաթը։ Կաթը եղավ 81 գրամ։ Նորից կզրոյացնեմ ու կավելացնեմ այս երշիկը, սրա 100 գրամի մեջ կա 311 կիլոկալորիա։ Գրամ։ Մոտավոր 20 գրամ տոմատ կավելացնենք մեջը։ Կաթսայի մեջ ջուր եմ լցրել ու հիմա համանը կդնեմ, տաք ջուր եմ լցրել, որ շուտ եռա։ Այստեղ դուք կարող եք ամեն ինչ լցնել՝ կուկուռուզ, բացված, ինչ բանջարեղեն ուզեք, կարող եք միայն բանջարեղենով անեք, դա ավելի լավ կլինի ու ավելի դիետիկ կլինի, կստացվի ձեզ մոտ։ Ձվի հետ կուտեմ նաև բուլղարական պղպեղ, 74 գրամ է և այն լոլիկը, որ լցրեցի, դրա կեսը կկտրատեմ ամանի մեջ։ Ահա և պատրաստ է, նախքան հանելը մի հատ ներսը ստուգեք, որ եփված լինի և ունենք սպաս, կխմեմ 1 բաժակ սպաս։ Շատ համեղ է, կարող եք փորձել։ Լահմաջոյի չափի պիցա կերա, այս չափը չէր մենակ պիցան։ Յոթանց 40 է, երեկոյա ու սա իմ ընթրիքն է։ Սիրելիներս, այսօր իմ դիետայի երկրորդ օրն է, արդեն ժամը 1-ն է, ես դեռ չեմ նախաճաշել, երեկվանից այսօր ունեմ մոտ 1 կիլոգրամ, ավել մի քիչ, բայց պետք է իմանանք, որ դա ճարպ չի, դա այտուցներն են, այսինքն ավելորդ ջուրն է իմ օրգանիզմում, սկզբի 2 օրը ճարպը չի գնում, դեռ չեմ նախաճաշել, ասեցի, քաղցած եմ, բայց այնքան քաղցած չեմ, որ պետք է ուտեմ, ցույց կտամ, թե ինչ եմ ուտելու հետո, դեռ չեմ ուտի, երևի մոտ 2-ի կամ 2.5 ժամերին նոր կուտեմ առաջին անգամ, ու անպայման հիշեք, դիետայի ժամանակ կամ ընդհանրապես պետք է շատ ջուր խմել, ես երեկ շատ քիչ եմ ջուր խմել, մոտ 1 լիտր, դա ահավոր քիչ էր,
Դրա համար այսօր պետքա լրացնեմ իմ ջրի քանակը։ Կանանչ զեյթուն եմ դրել, պանիր եմ դրել, մեջը պոպոկ կա ու իմ սալատն առանց զեյթի է։ Սա է իմ նախաճաշ ու ճաշն է, ժամը 4-ն է։ Դեռ ոչ մի բան չէի կերել։ Եթե դուք եք ուտում ձեզ բարեխորժակ, ինձ նույնպես։ Սա էլ իմ ընթրիքը ժամը 7-ն է։ Սիրելիներս ողջույն, քանի փոքր ես քնած է, ես մի քիչ կխոսամ դիետայի մասին, այսօր իմ 3-րդ օրն է։ Առաջին օրը երեկոյան ժամին ես մի այդքան էլ լավ չէի ինձ զգում։ Քասանանդակարգը նորմալ, բալանսավորված, սպիտակուցներով, ածխաջրերով հարուստ լինի, ճարպերով։ Քաղցրավենիքը, ացաբուլկեղինը, տենց մթերքները պետք է հանենք մեր ծննդակարգից, որ կարողանանք հեշտությամբ նյարել եւ սպորտը ավելացնել։ Ես 1 շաբաթ առաջ 1 շաբաթ ուղիղ պարապել եմ, հետո թողեցի։ Հիմա այսքանի օր ասում եմ սկսեմ, բայց դեռ իմ վրա չեմ կարող ուժ գտնեմ, որ առավոտյան գոնե 20 րոպե տրամադրեմ պարապելու ֆիզիկական վարժություններին, բայց ինչ առաջին օրը ինձ այդքան էլ լավ չէի զգում, երկրորդ օրը երեկոյան ժամին, երբ որ ուտում եք, այտուցում եք, թե ոչ, ոնց է ձեզ մոտ։ Այսօր 3-րդ օրն է, դեռ ես բան չեմ կերել, ժամը 7-ն է առավոտյան, ասեցի ճուտս քնած է, շուշուտ վիդեո անեմ, կուզեի խոսալ նաև ոչ միայն կարևոր է քաշի իջեցումը, այլ նաև կարևոր է մենք սանտիմներով ինչքան ենք իջնում, որովհետև շատ հաճախ, շատ մարդիկ, երբ որ պարապում են իհարկե, սանտիմներով ավելի շատ են իջնում, քան քաշով։ Ես 7 օր եմ որոշել դիետան պահել, կտեսնենք թե 7 օրվա ընթացքում քանի կիլոգրամ կամ կիլոգրամ արդյոք ես կնիհարեմ թե ոչ, եւ վերջին օրը ես կասեմ ինչ զգացողություններ ունեի այս 7 օրվա ընթացքում, կկիսվեմ ձեզ հետ եւ կկիսվեմ նաեւ քաշիս անկումո ինչպես ամեն օր եմ կիսվում, ամեն օր ցույց կտամ, գիտեմ այսօր ինձ կհավաքեմ, կկարողանամ պարապել թե ոչ, կտեսնեմ, եթե պարապեմ հաջորդ օրը կասեմ պարապել եմ, գոնե մոտավոր օրը 20 րոպե տրամադրեք ձեզ։ Սա ինձ էլ եմ ասում, որ պարապեք, որովհետև ֆիզիկական վարժությունները նաև առողջություն են։ Ու նիհարելուց շատ կարևոր է պարապել, որպեսզի մկանային զանգվածը մենք չթուլացնենք, այսինքն մեր մկանները չմաշվեն, այ ճարպը, վերանա։ Իսկ երբ որ դիետա, այսինքն կալորիականությունը քիչ չանում է, օրգանիզմը ճարպը ամենավերջին վայրկյանում է վառում, ինքը օգտագործում է մկանները, տոնուսն է մկանների իջնում, դրա համար պարապելը շատ լավ է, որ մաշկը ձիգ լինի, չկախվի մեր մաշկը, միայն ճարպը կորցնի։ Սիրելիներս 3:22 է, ես առաջին անգամ կուտեմ, այստեղ լավաշ եմ, 2 թեյ գտալ թվարոք, 2 թեյ քերած պանիր, մի տեղ վիչինա, մյուս տեղը պոպոկ եմ դրել եւ կխմեմ սպաս։ Այսօր տանը չենք լինելու, դրա համար ստիպված դուրսն եմ կերել։ Դուրսը կերա սենդվիչ եւ այսպիսի կրուասան էին գնել, ես կերա սպիտակ շոկոլադով կրուասանը։ Կուտեմ խորովածի միս, խոզ է այստեղ, վարունգ, պոմիդոր, սող, կանանչի։ Ժամը 2:30 է, իմ առաջին սնունդն է այսօրվա։ Ուտելուց հետո կխմեմ 3-1 սուրճ եւ այսպիսի թխված կանգնենք։ Մեր մոտ արդեն 4-ն է լինում ժամը, ես ու ճուտս հիմա այս հապալասը կուտենք ու մնաց մի օր։ Տեսնենք թե վաղը ինչ արդյունքներ կունենամ։ Ժամը 9-ին կուտեմ քյաբաբ, փոխրոված բանջարեղեն եւ ձուկ։ Գիշերվա ժամը 11:30 է ու ես կուտեմ մի քանի հատ այս կրուասանից կերա եւ այս պեչենիից կերա։ Ու խմեցի
առանց շաքարի Red Bull, 3 կալորիա ունի։ Կինոյի երեկո ենք անում, դրա համար խախտում նախ խուսափելի էր։ Կտեսնենք վաղն ինչ արդյունք ունենամ։ Այսօր իմ վերջին օրն է կիրակի։ Ու հիմա գիշերը ցույց տվեցի, որ ինչքան խախտում եմ, որը շաբը քաղցրեմ, կեր էներգետիկ եմ խմել։ Որս ու այդքան յարեցի արդեն հանգստացա, հիմա կկշռեմ։ Տեսնենք, ինձ թվում է այտուցված եմ, ես ասել եմ, որ գիշերն ես ուտում եմ, ես այտուցված եմ արթնանում, շատ այտուցված եմ, կանգնեցինք, թոզրանը, որովհետև ասեցի այտուց է։ Ժամը 3-ն է ու իմ առաջին սնունդը։ Դե ինձ սիրելիներս, այսօր իմ 7-րդ օրն էր և ավարտվեց իմ այս վլոգը։ Հիմա կկիսվեմ ձեզ հետ իմ արդյունքներով։ Իսկ քաշս ես սկսեցի իմ ստարտը 55,600-ից էր, հիմա դարձել եմ 52,200։ Եթե ես երեկոյան խախտում չանեի ու չուտեի քաղցր, ես հաստատ մինուս չգիտեմ, բայց պլյուս չէի ունենա, պլյուսն էլ այտուց էր, որը որ օրվա ընթացքում իջավ, դեմքս այտուցված էի, առավոտը արթնացեմ։ Ինձ շատ դուր եկավ այս փորձությունը ու շատ դուր եկավ նկարահանելու ու ձեզ հետ կիսվելը։ Հենց էլ չարեցի ֆիզիկական վառություններ, այսինքն նիհարել եմ առանց վառությունների, որում ես նիհարեցի 3 կիլո 400 գրամ։ Դուք տեսաք, որ ես դիետիկ չէի սնվում, ես ավելի շատ սնվում էի ինտուիտիվ։ Փորձեք լսեք ձեր օրգանիզմը, ես կալորիաները մենակ հաշվել եմ 1 օր, ավելի կոնկրետ միայն առավոտյան եմ հաշվել, առաջին օրը, որը ես ձեզ նույնպես ցույց տվեցի։ Շատ ժամանակատար էր, դրա համար չարեցի, մտավոր փորձել եմ իմ օրվա կալորիաներս չգերազանցել ու մնալ դեֆիցիտի մեջ։ Կալորիայի դեֆիցիտ լինելը օգնեց, որ ես նիհարեմ, իմ կարծիքով 7 օրում 3 կիլո 400 գրամ շատ լավ արդյունք է։ Թվում է ես կշարունակեմ նմանատիպ տեսանյութեր նկարահանել, որովհետև ինձ օգնում է ես իմ ուզած քաշին հասնել այսպիսի տեսանյութերը։ Նույնպես հավանում եք այսպիսի տեսանյութեր, գրեք մեկնաբանություններ, դրեք ձեր լայքերը, կցանկանայիք նորից տեսնել իմ ալիքում, նույնպես գրեք։ Ես կշարունակեմ նկարահանել, ուզում եմ այս շաբաթ չթողնել, ուզում եմ նորից վերականգնեմ իմ սպորտը, ես պարապում եմ Խլոյեզինգի ծրագրերով, եթե հետաքրքիր կլինի, ես 2 շաբաթ կնկարահանեմ, 2 շաբաթ ծրագիրը կանեմ Խլոյեզինգի և ձեզ հետ կկիսվեմ իմ արդյունքներով նորից ինչքան եմ նիհարել, բաժանորդագրվեք իմ ալիքին, դա շատ օգնում է իմ ալիքը առաջ տանելու, հանդիպենք հաջորդ վլոգում, ցտեսություն։